Այսօր էլ Սուրբ Հոգին ա մեզի շարժում, որ մոտենանք մեր երկնային թագավորին, նրանից ուժ կարողություն խնդրենք այս ժամանակի համար եւ անգամ ինչպես ես Տերն ասեց, եթե անգամ մեռնեմ էլ ինձ համար ծոմ հայտարարեք, ես մտնում եմ այդ գործի մեջ այսօր, եկեղեցի բոլոր անդամներին Սուրբ Հոգին շարժում ա, այս մի վիրուս կոչվածով, բայց որևիցե մի վիճակ, որևիցե մի ուժ չի կարող անգամ չարհամանի ծրագրերը, խորհուրդները իզորի անցավ, որովհետև այդ գործի հեղինակ Աստված էր եւ կան սրտացավ մարդիկ։ Մենք այսօր ոչ թե միայն մեր անձի փրկության համար պիտի մտածենք, սիրելի ժողովուրդ, որքան հարազատներ ու բարեկամներ ունենք, որքան ընկերներ ունենք, որոնք անտեղյակ են, այսօր նրանք սպասում են եկեղեցին, որ երևա եւ իր լույսը տարածվի, ինչպես Հիսուսն ասեց, դուք եք աշխարհի լույսը, օրհնյալ լինի Տիրոջ անունը, ինչպես Մուրթկեն եւ իր ծրագիրը խափանվեց, հակառակորդ ուզում էր այս հիվանդության վիրուսով եկեղեցու շատ անդամների եւ բոլորի մեջ վախ բերի, որովհետեւ Աստծո ուզում է որ մենք ոչ թե մարմնավոր վախ ունենանք, այլ սուրբ վախ, Աստծո վախ, որը մեզ պահում է չարիքից, ինչը կարող է մեզ հաղթել, որ գրված է, ինչը կարող է մեզ հաղթել, եթե Քրիստոս արդեն հաղթել է աշխարհին։ Եբրայեցիներից տուն կարդում ենք նմանապես Հովհաննես տարբեր տեղեր ասում է, ինչ է որ քաղաք աշխարհին, եթե ոչ ձեր հավատքը։ Աշխարհը պարտվեց, Հիսուսն ասեց, քաջասիրտ եղեք, ես աշխարհին հաղթեցի։ Աշխարհը փորձեց Հիսուսին, փորձեց անգամ անապատի փորձության ժամանակ, փորձեց իր 33 տարվա կյանքի մեջ, ուզում էր Աստծո որդու վրա մի բիծ արատ կդի, բայց Հիսուս փառավոր հաղթանակ տարավ եւ ասում է, ես հաղթեցի աշխարհին, քաջասիրտ եղեք։ Այդ հաղթությունը իր համար չէր, նա Աստված էր, կարիք չուներ հաղթելու, նա որպես մարդ հաղթեց աշխարհին եւ այդ հաղթությունը շնորհեց իր ժողովրդին, քանի որ մարդով եղել էր մեղքը, մարդով էլ պիտի ներ հաղթությունը մեղքի եւ աշխարհի նկատմամբ։ Հիսուս որպես կատարյալ մարդ եւ կատարյալ Աստված մեզ ողորմությունը շնորհ տարեց։ Նա հիմա լսում է մեզ բոլորին, սրանով ուզում է եկեղեցին արթնանա եւ եկեղեցին ամենացորդ նվիրվի Տիրոջը եւ այդ բոլոր մեր լսած խոսքերը անիմաստ չլինի։ Նմանապես մեզ համար գրում է հետեւյալ խոսքերը. ես Տիրոջ մով մեծապես պիտի ցնցամ, իմ հոգիս իմաստմծովս պիտի ուրախանա, քանզի ինձի փրկության հանդերձներ հաղթուց։ Մենք հավատքով արդարացվել ենք, սիրելի ժողովուրդ, մենք Հիսուսի այլանգինն ենք, մենք հավիտենական դարերից ենք եկել։ Պողոս Սարաքյալը Եփեսացիների թղթում գրում է, օրհնյալ է Աստված եւ մեր Տեր Հայրը, որ մեզ օրհնեց Հիսուս Քրիստոսով հավիտենական դարերից առաջ, դեռ այս աշխարհը չարարված, մենք եղել ենք, ուղարկել է, կանչել է մեզ, որ իր զավակներն ենք, հիմա իր խոսքով, իր շնորհքով լցվենք, աշխարհին օգտակար լինենք, դավանենք Հիսուսի խոսքը, գնացեք այս ավետարանը ավետարանած, այսօր աշխարհը կարիք ունի մեր կյանքին, Աստված քարոզը տվել է մեզի, բայց մեր կյանքն ամենաօրինավոր քարոզը, որ մարդիկ տեսնեն մեր սուրբ եւ անարատ կյանքը։ Դրա համար ինքը Եսայի մարգարեն գրում է, ես Տիրոջ մով մեծապես պիտի ցնցամ, ու իմ հոգիս իմաստծովս պիտի ուրախանա, քանզի ինձի փրկության հանդերձներ հաղթուց։ Մենք հակել ենք այդ հանդերձը, բայց որքան մարդիկ կա, որոնք անտեղյակ են այդ արդարության հանդերձից, այդ պատվական հանդերձից, քանզի ինձի փրկության հանդերձներ հաղթուց, զիս արդարության պատմությանով ծածկեց, ով էինք մենք, որ մեզ արդարացրեց։ Հիսուս Քրիստոսի հավատքի միջոցով մենք արդարացվեցինք, մենք ընդունելով Հիսուսին դառանք իր որդիներ, նրանք որոնք ընդունեցին, նրանց իշխանություն տվեց Աստծո որդիներու։ Ձեր համար մի վախեցեք, մենք իր որդիներն ենք, եթե ամենատկար որդին ես, ընկած վիճակ ես, բայց իր որդին ես, նրա անունը քու վրա կա, չհուսահատվես, նա է քու հայրը, մենք հայր ունենք, մեր հայրն է Տերը երկնքի երկրի, նա մեզ որքան շատ է սիրել, որ իր միածին որդուն Հիսուս Քրիստոսին մեզ համար փրկիչ է ուղարկել։ Նա այն Աստծո որդին էր, որ հաղթեց մեղքին, խավարին, գերեզմանին, մահին, հաղթեց եւ այսօր այդ հաղթական իշխանությունը իր ձեռքն է, հորը մոտ նստած բարեխոսում է։ Այո, եթե նա մեզ չսիրեր, նա իր որդին չէր զոհի մեզ համար։ Նա սիրելով զոհեց, որտեղ նա ուզում է, որ իր ընտանիքը եկեղեցին իր
ընտանիքն է, որ երկինք բարձրանա, բայց մինչև երկինք բարձրանալը երկրի վրա փառավոր կյանք ապրի։ Պողոս առաքյալը Եբրայեցիների թղթում նմանապես գրում է, որ մենք ոչ թե միայն մտածենք մեր ազնական փրկության համար, ապա պատրաստենք այն գառան հարսանիքին, որ ցնցանք ուրախանանք եւ հարսանիքի մեջ պետք է լինենք Հիսուսի հետ։ Եվ բոլոր նրանք, որոնք այսօր լսում են, թող ուրախանան, որ այս երկրավոր կաշկանկը պիտի հասնի եւ մի պիտի բացվի լուսապայծառ առավոտ, երբ Աստծո գառը երկնքից պիտի ժամանի եւ երկիր մոլորակի վրա պիտի վերցնի բոլոր սուրբերին։ Աստծո գառը պիտի շուտով գա երկնակամարի վրա, սա դեռ ցավերի սկիզբն է, բայց Աստծո որդին Եսայի մարգարի միջոցով գրում է. Զիս արդարության պատմուճանով ծածկեց, Փեսայի պես, որ իրան փառավոր խոր կդնե, ու հարսի պես, որ իր զարդերով կզարդարվի։ Եկեղեցին գրված է Քրիստոս որդին պես իր տան վրա, որի տունը մենք ենք։ Նա է մեր տան գլուխը, նա է մեր եկեղեցու գլուխը, միայն այս հույսը համարձակությունը բռնեք, չկասկածեք այս հիվանդությունը, այս վիրուսը ուղղակի փորձեց մեր հավատքը շարժի, մեր հավատքը փորձվի, սրանից օգտվելով ավելի մոտենամ Տիրոջը, հավատքը գիտենք, որ լսելուց է, ուրեմն մեզ մղում է խոսքը կարդալուն, մղում է աղոթքին, մղում է մեկտեղ ժողվելը չթողենք, քանզի ինչպես երկիր իր տուն կկաչեցնե ու պարտեզ իր մեծ հանվածը կբուստնե, այնպես Տեր Եհովա բոլոր ազգերի առջև արդարություն ու գովիչան պիտի բուստնե։ Դա եկեղեցին է, այդ արդարությունը նա արդարացրեց բոլորից, արդարացվածներս միաբանվենք սիրո մեջ, հավատքի մեջ, որտեղ Պողոս առաքյալն ասում է, որ բայց հիմա ասма չար ժամանակներ ենք ապրում, սիրելիներ ասма ժամանակները փոխվել են, հիմա մենք ասում ենք խավարի որդի չենք, մենք գիշերվանը չենք, մի լուսո որդիներ ենք, ուրեմն արթուն լինենք, զգաց լինենք եւ հավատք եւ սիրո զարով մեր վրա հագնենք, քանզի Աստված փրկության Աստված է, չլինի մտածենք, մենք փրկություն արդեն ունենք, մնում է մեզ սրբությունը կատարելագործենք Տիրոջ վախով եւ լույս դառնանք աշխարհի համար։ Նա մեր հանցանքները վաղուց է ներել։ Ես կարդում եմ Եսայի 43 գլխի հետևյալ խոսքը 25. Ես եմ, որ քո հանցանքներդ ինձ համար կջնջեմ եւ քո մեղքերը տալ պիտի չհիշեմ, միտքս ձգեմ մեկտեղ դատիելենք, դու զրուցեւով արդարանաս, օրհնյալ լինի Տերը, նա իր անունի համար, իր ժողովրդին սիրելու համար, մեր մեղքը վերցրեց իր որդու վրա դրեց եւ իր պատվական այրունով մեզ արդարացրեց եւ այդ այրունն այսօր բարեխոսում է, այդ այրունն այսօր մեզ ծածկում է։ Եթե Եգիպտոսի երկրի մեջ այն այրունը, որը կարողացա փրկության միջոց դառնալ Իսրայելին, որ չապարավել Հիսուսի այրունը, որ մեր սրտերի մեջ է, որ մեզ ծածկել է, մենք փրկության մասին չմտածենք, թող ամենահետին եղբայրը կամ քույրը, որը վերստին ծնվել Աստծո խոսքից, որ Աստծո ընտանիքի անդամ է, իր վրա Տիրոջ անունը կա չուսատվի, ապա միտ կառնի, գործերածը վերագտնի եւ լսած խոսքերի կյանքի դնի, ավելի հավատք իրականացնի Տեր օրհնի, սա եղբայր եւ բոլոր ժողովուրդ եւ բոլոր ընկերները Տիրոջ փառավոր գալուստը մոտ է, զարթնացրեց, որպեսզի մենք զորանանք։ Սա մի թեթև քամի էր, շարժում էր մեր ծառը, արդյոք մեր ծառը խորը արմատներ ուղարկել էր երկրի մեջ։ Ես մի թեթև քամի էր, փորձվեց մեր հավատքը, շատերը վախեցան, շատերը երկընտրանքի մեջ չգան, մարմնավորապես սկսեցին իրանց պատրաստություն տեսնել, գրված է Օվսիա 8:11, օրեր պիտի գան, որ սով պիտի լինի, ոչ թե հացի սով, ոչ թե ձերի ծարավ, հապա Աստծո խոսքը լսելու սով, եւ կանայք, մարդիկ երկրից երկիր պիտի գնան, փնտրեն մեկին, որ իրանց Աստծո խոսքը լսի, խոսեն։ Հիմա այն քուր եղբայրներ, առաջին նպատակը մոտենանք Հիսուսին, նա է մեր կյանքը, նա է մեր նպատակը, ավելի մերձանանք, Հիսուսը դառնա մեր կյանքի իմաստը, մեր կյանքի նպատակը, եւ Հիսուսով մենք օրեսօր կզորանանք, նա որ հաղթել է, նա Հուդայի ցեղի այրուզն է, որին տրվեց իշխանություն, որ Աստծո ձեռքերից վերցնելու այն կնքված գրքույկը, գիրքը, որը կնքված էր եւ բացեցինք, եւ բոլոր հիշտակները եւ բոլոր երեսները իրաց պսակները գցին ու երկրպագեցին եւ ասեցին այս մորթված գառնուկը արժանի է փառքի, պատվի, գովեստի, մենք էլ մեր հերթին փառավորենք իր մեծ անունը, սիրելի եղբայրներ, քույրեր, եթե եստերի ժամանակ
Եթե Սոդոմ Գոմորի ժամանակ Ղովտին այդ կրակներից անեց, Եստերի ժամանակ, Նինվեի ժամանակ փրկություն արեց, ապա որքան առավել մեզ վախը վերցվի, վախը իշխանություն չունի եկեղեցու վրա, եկեղեցին զրահապատված է Քրիստոսի պատվական այրնով, եւ կգա այդ միտքը, հակառակ եթե նրան, նա իշխանություն չունի, դեմ տիր, ֆորտուշկայից խավար ծուխ է գալիս, փակի ֆորտուշկան, միտքը դեմ տիր, հավատքով դեմ տիր այդ մտքերին եւ ընդունի ավետարանի միտքը եւ Աստված կզորանցնի քեզի, նա կերպարանքը կփոխի, ուրիշ կերպարանքով վախով կգա, մի փորձությունով կգա, հեղինակը նույնն է, դու նորից մերժի, չեմ ընդ որտեղ գրված է Եփրայստերի 12:4-5-ում, տակավին այրուն թափելի չափ չպատերազմեցիք, հակառակ չկեցաք, պետք է դեմ դնել, նա կուղարկի միտքը, նա կուղարկի խոսքը, նա կուղարկի զգացմունքների վրա հակառակ կայնի, քու միտքը արթուն պահիր, Քրիստոսի միտքը ունեցի, ավետարանի միտքը ունեցի, եւ այդ չի կարող, որտեղ Հիսուսը Աբրահամին ասեց, Աբրահամ, մի վախեցի, ես քո վահանն եմ, Աստված մեզի վահան ու ամրոց է, Աստված մեզի բերդ է։ Սաղմոս 18-ում միօրտնյալ համար կա գրված, որ իմ շատ սիրելի համարն է։ Դավիթը գրում է, ես Քրիստոսի մասին Տիրոջն ասում, ով Տեր, ես քեզ պիտի սիրեմ, որովհետև դու ես իմ զորությունը, դու ես իմ ամրոցը, դու ես իմ բերդը, դու ես իմ աշտարակը, դու ես իմ պարիսպը, դու ես իմ զորության աղբյուրը, օրհնյալ լինի Տերը, նա է, նա մահվան շուքի ձորի մեջ, Դավիթն ասում, թեկուզ մահվան շուքի ձորի մեջ չլինեմ, մահեն պիտի չվախանամ, օրհնյալ լինի Տերը, անգամ այսօր մենք որոշում կայացնենք, եթե անգամ ցետրակ միսակապետակում ասին, եթե Տերը չազատեր մենք իրան չեն երկրպագելու, նույնը Դանիելն արեց, նույն այն կանայք, որ գրված է Եփրայստերի 11-ում գրգորը, եւ կանայք իրենց մեռելներն ընդունեցին հարություն առած, օրհնյալ լինի Տերը, մենք Հուդայցեղի այրուցի զավակներն ենք, նա հաղթել է խավարին ու մեղքին, Տեր օրհնի, իմ սիրելի քուրյակներով, ժամանակն է, որ մենք իրար սիրենք, ժամանակն է, որ եկեղեցում բարձրանա սերը, հավատքը եւ սերը, հակառակորդը մեր սրբությանը չի կբրում, նա մեր հավատն է ուզում մեր ձեռքերից առնի, որ մենք մնանք մերկ, նա հավատքի հագուստը, հավատքի զրահը վերցնի մեր վրա, որ Եփեսացի 6-ում գրված է, հավատքի վահանը ձեր վրա առեք, եւ փրկության ուսի սաղավարտը, եւ կենաց խոսքը, որով դեմ կենանք հակառակորդի, Տերը զորացնի բոլոր քո եղբայրներին, բովանդակ մեր հայությանը, նրանք որոնք լսում են բոլոր ազգերից, եզդի կլինի թե հայ, թե ինչ ազգի, դառնան այսօր Տիրոջ գալուստից առաջ մեծ հարթություն է բացում, անգամ մենք շնորհակալ պիտի լինենք, այս վիրուսը որ ուղարկես, նա եկավ փորձելու մեզի, հիմա մեր արմատները խորացնենք, զորանանք եւ մենք մեկանանք մի մարմին դառնանք, ժամանակը մեր օգտին է աշխատում, կգա հետևից ուրիշ քամիներ, ծանր դժվար քամիներ, ցրտեր կգան, ձմեռը գալուց առաջ միա ցուրտ է գալիս, այդ ցուրտից ասում են, մեծ մարդիկ ասում են, սա սարերը ձուն է եկել, ձնի ցառնություն է, հետևից գալիս է մի հատ քամի մաքրում է, հետևից գալիս է անձրևը, տեղը լրիվ լվանում է, հետևից գալիս մի թեթև ձուն, այդ ձունը մեծերն ասում են, այդ ձունը չի մնա, սա կհալվի, ինչ ունեք դուրսը բերեք տուն, որովհետև հետևից ուժեղ ձուն է գալու, ուրեմն մենք միտ կառնենք, քանի դեռ այդ ուժեղ ձունը չեկե, քանի դեռ եկեղեցին կա, եւ Սուրբ Հոգին երկրի վրա, եւ Հիսուս մեր հետ է, ես ձեզ հետ եմ, աշխարհի սկզբից մինչև վերջը, քաջասիրտ եղեք, օրհնյալ լինի Տիրոջ անունը, մեր բոլոր գլխի մազերը համրված է, ծառի տերևն իր առանցքամքի չեն գնում, այնպես որ վախը չքվի, Հիսուսի անունից մեր վրա գա սուրբ վախ, Աստծո վախ, եւ այդ վախով ապրենք, եւ Տերը փառավորվի, թող Տեր օրհնի բոլոր լսողներին, թող Աստծո Հոգին այցելի, Սուրբ Հոգին օրհնվեն, որովհետև ինքը իրան մեծացնում է, մենք շատ ենք հոգսը մեծացնում, շատ ենք Գողիաթին մեծացնում, հակառակ Հիսուսն է Տերը, նա հաղթել է, Գողիաթը չպիտի մեծանա, դա Գողիաթը հոգս է, Կարմիր ծովը հետևը արջևը կարմիր ծով էր, հետևը փարավոն, Իսրայելը մեջտեղում էր, բայց կար մի զորավոր խոսք, եւ Տերը Մովսեսին ասեց, ինչ ես խառնվել, գավազանը դարձուր դեպի ծովը, եւ ինքը աստորիշտակը հետևը տարավ, եւ ամպը տարավ հետևը եւ առաջը, եւ ծովը բացվեց, Իսրայելի համար գիշերը լույս դարավ, իսկ աշխարհի փարավոնի համար խավարը պատեց, եւ գնացին իրենք,
Այսօր չկա մի բան, որ չբացվի, եկել է ժամանակը, որ արդություն լինի երկրի վրա, ազգերը պիտի արթնան, որը գրված է Եսայի մարգարեության 61 գլխում հետևյալն է գրված. ելիր, լուսավորե, քանզի քո լույսդ եկավ ու Տիրոջ փառքը քո վրա ծագեցավ, սա եկեղեցին է, որովհետև հա երկիր խավար, ազգերը մառախուղ պիտի ծածկեն, բայց քո վրա Տերը պիտի ծագի, օրհնյալ լինի Տերը, նա մեր վրա պիտի ծագի եւ անոր փառքը քո վրա պիտի երևնա ու քո լույսիդ ազգերը պիտի գան, որքան մարդիկ կան, որոնք այսօր կարոտ են այս ուրախությանը, գան լույսին, Հիսուսին գան եւ քո վրա ծագած պայծառությունը թագավորներ եւ քո վրա ծագած պայծառությանը թագավորներ, աչքերդ վերցուր ու բոլոր դիքդ նայե, ամենը կժողվին ու քեզի կգան, եկեղեցի են գալի յուրավոր մարդիկ, քո տղաները թերու են պիտի գան, քո աղջիկները գիրկի մեջ պիտի վերցնին, այն ադե պիտի տեսնես եւ ուրախանաս ու սիրտդ պիտի շարժի ու բացվի, քանզի ծովին առատությունը քեզի պիտի դառնա, հեղեղի պես պիտի գան, ազգերի հարստությունը քեզի պիտի գա, քեզ ուխտերուն երեմակը, Մադյամը եւ Գեփայտակի գուղտերի բիծակեն, ամեն սաբայը պիտի գան, ոսկի ու կնդրիկ պիտի բերեն եւ Տիրոջ գոհությունները պիտի ավետեն, այո, սա եկեղեցին է լինելու, սա եկեղեցու զորությունն է, Տիրոջ հոգին պիտի անի այդ բոլորը, թող օրհնյալ լինի Տիրոջ անունը, իմ սիրելի քուր եղբայրներ, ինչպես Եսայի մարգարեության 22-րդ գլխում է, եւ մարգարեն հարցում է անում, Պահապանին, Սեյրե ինչ նոր կա, Պահապանը գոռում է այրուծը պես, առավոտը գա եւ նաեւ գիշերը, ոմանց համար գալիս է լուսապայծառ առավոտը, բայց ոմանց համար գալիս մի սարսափելի խավար գիշեր, որը սարսափելի պիտի լինի, եւ այդ գիշերը պիտի ծածկի աշխարհին, բայց քանի որ լույսը մեր հետ է, լուսավորենք եւ աշխարհի խավարին լույսը ցույց տանք, առավոտը պիտի գա եւ նաեւ գիշերը, այդ գիշերին մարդ չի կարա դիմանա, դա շնամի Տերը եկեղեցին վերցնելուց հետո երկրի վրա ծանր ժամանակներ պիտի գան, այսօր թող այդ դուսը գրվանի տակ չմնա, այդ դուսը ցեղանի վրա դրվի, որ աշտանակի վրա, որ մարդիկ տեսնեն եկեղեցու մեջ Քրիստոսին, իմ ու քու մեջ, բոլորիս մեջ Քրիստոսը բարձրանա, Տերը օրհնի ձեզ սիրելի քույր եղբայրներ, մի վախեցեք ոչ մի բանից, մի վախեցի, Տերն ասեց, մի վախեցիր փոքրիկ հոտ, հայրը հաշեցավ թագավորությունը քեզի տալու, մեր գլխի մազերը համբրված են, եթե երկու ճնճղուկ արժեք ունի, որ չափարավել մենք արժեք ունենք, հիմա կանգնենք, աղոթքով Տիրոջը փառավորենք, ոչ թե խեղճի պես, էսի տուրենի տուր, փառավորենք իր կենթանի անունը, փառավորենք իր զորությունը, մեծարենք իր անունը, եւ խնդրենք որ Տերը Սուրբ Հոգով զորացնի եկեղեցին, արդություն մեր ազգերին, թող այս սկսած գործը շարունակվի, եւ ինչքան կլինի ժամանակ կարեւոր չի, մենք Տիրոջ ձեռքերի մեջ ենք, մեկը մեզ չի կարող առնել, Զաքարյան գրում է, Ձեզանից մեկն ու մեկին կպած, իմ աչքի բիբին, որքան թանկ է Հիսուսի բիբը, եթե մեզ կպնեն իրա բիբին, ով կարա քո հավին կպնի, անգամ հավին, հավա իրա զավակին, հիմա կանգնենք, աղոթքով Տիրոջը փառավորենք, թող օրհնյալ լինի Տիրոջ անունը,